Խնդրեմ նախ սրան անդրադառնանք, ինչը ձեզ այսպես ինչ ընդդիմությանը չի բավարարում իշխանության քայլերի մեջ։ Իշխանությունը ոչինչ չի անում գերիներին բերելու համար, որտեվ երբ որ ես մարդու իրավունքների պաշտպանի հրատապ զեկույցից մեջբերումներ էի անում, այդ աղդամցի Ալեն ասում էր, այդ հեքիաթները ստեղ ես պատմում։ Այսինքն հեքիաթ էր գերիներին խոշտանգելը։ Այսինքն դա ինձ ինչ-որ մի բանով քաղաքական առավելություններ տալիս ազգային ժողովի ամբիոնից գերիների խոշտանգումների մասին խոսելը։ Բա որ հիմա Նիկոլ Փաշինյանը ՀՄԿ-ի եթերում ասում է տեղեկություններ ունենք, որ ինչ-որ հոգեմեծ դեղեր, նյութեր են օգտագործում ցուցմունքներ կորզելու համար։ Հեքիաթ է պատմում։ Կամ այն նկարները, որ ամբողջ հայ ժողովուրդը տեսել է, հեքիաթներ են դրանք։ Սա իրենց իրական վերաբերմունքն է գերիների եւ հայ մարդու կյանքի նկատմամբ։ Իրենք ոչինչ չեն անում։ Ոչ բանակցությունների առարկա այդ մարդկանց տուն վերադառնալը։ Այդ մարդկանց տենց ժեստ են անում, ասում են մեր համար քաղաքական հակառակորդ չեն։ Հայ մարդը Բաքվի բանտում խոշտանգվում, այսօր վաղվա կյանքի սպառնալիք ունի ժամերի ընթացքում։ Ինքը ասում է ին քաղաքական հակառակորդ ես չեմ համարել։ Ոչինչ չեն արել այդ մարդկանց Հայաստան տեղափոխելու համար, որպեսզի իրենք չընկնեն այդ պատերազմական հանցագործ այդ Ալիևյան ռեժիմի ձեռքը եւ ոչինչ չեն անում հիմա վերադարձնելու համար։ Այստեղ խնդիրը ընդդիմության բողոքը չի է, խնդիրը այն է, որ Հայաստանի քաղաքացիները տեսնում են, որ իրենք որևէ բան չեն անում եւ Հայաստանում իշխանություն է պետք, որպեսզի պայքարի հայերին տուն վերադարձնելու համար։ Դուք նշում եք, որ իշխանությունը ոչինչ չի անում, բայց այսօր կրկին Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է այնպես անեին, որ գերի չընկնեին նորից կրկնել այդ արտահայտությունները եւ այդ հարցին, թե օրինակ դուք ինչ արեցիք, որ գերի չընկնեն, ասում է իրենց անվտանգության աշխատողները պետք է անեին։ Ես մի անգամ պատասխանել եմ նրա այն մյուս անհեթեթությանը, որ ասում է, թե ինչ ասես խոսել է Ռուբեն Վարդյանը, դրա համար հիմա գերի է ընկել եւ այլն։ Տենց վախկոտի, այդ ԿՊԱ-ական ուսապարկի տեքստերը ես չեմ մեկնաբանելու։ Ինքը պիտի սպասի, որ այդ իր խոսքերի համար պետության վերականգնումից հետո պատասխանատվության ենթարկի եւ ձեր հիշատակման համար եմ շնորհակալ, որ ասում ենք որևէ բան չեն անում, այսինքն են վերաբերվում այդ մարդկանց։ Չխոսեիք, գերի չընկնեիք, Արցախում չապրեիք, գերի չընկնեիք, մնայիք մորթվեիք, գերի չընկնեիք։ Այս այլընտրանքներն առաջարկում են այո իրենք հայ մարդուն։ Դե ասում են բոլոր հնարավոր հարթակներում խոսում ենք բարձրացնել։ Ոչ մի հարթակում իրենք դրա մասին չեն խոսել։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների պրես ռելիզները նայեք։ Նիկոլ Փաշինյանի հրապարակային այդ հանդիպումների միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կամ երրորդ երկրների պետությունների ղեկավարների հետ հանդիպումները նայեք։ Այնտեղ տեսել եք այդ խոսքը։ Չէ, Բարձրյան, երբ ապաշրջափակման հարցը հանվեց խաղաղության պայմանագրից, հիմա ընդդիմությունը նաև Վարդան Օսկանյանը առաջարկեց, որ դադարեցնել բանակցությունները գերիների հարցը, այսպես ասած, լուծելուց հետո։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ դա սադրանք կլինի։ Ապաշրջափակումը հանեցին խաղաղության պայմանագրից, հիմա այլ ընթացակարգով են քննում, բայց գերիների հարցը, եթե հանկարծ բանակցությունները դադարեցնեն կամ առանձին քննարկեն, դա սադրանք կլինի։ Իսկապես սադրանք կլինի։ Սադրանքը Ալեն Սիմոնյանի գոյությունն է ազգային ժողովում։ Հասկանում եք, եւ ինչ վերաբերում է տերմինին խաղաղության պայմանագիր, Հայաստանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չի բանակցում։ Հայաստանը Բաքվի հետ, Նիկոլը Բաքվի հետ պայմանավորվում է, թե ինչպես պիտի Հայաստանից մնացածը հանձնի Ալիևին եւ Էրդողանին։ Այդտեղ խաղաղության բանակցություն չկա։ Եվ այդ փաստաթուղթը, որ որևէ մեկը չի տեսել, հիշում եք հրապարակում 18-ից էինք այսօր շատ խոսում։ 18-ի հրապարակում ասում էր ոչ մի բանակցություն փակ դռների հետևում չի լինելու։ Գալու եմ այս բեմա հարթակից բոլոր թղթերը տամ, հերթով կարդակ միասին որոշենք։ Ուր է բա այդ հարթակը։ Բեր այդ հարթակի վրա կանգնի, մեզ էլ կանչի ներքևը, գանք այդ խաղաղության պայմանագիրը կարդա։ Իրենք Հայաստանի Հանրապետությունը հանձնելու, պետության սուբյեկտայնությունը վերացնելու գործընթացը քննարկելու մեջ են Բաքվի բռնապետական ռեժիմի հետ։ Երեք Սիմոնյանը ակնարկում էր, որ առաջիկա օրերին ինչ-որ կարևոր բան է տեղ ունենալու։ Դուք ինչ տեղեկություն։ Այդ մարդը պատերազմի ժամանակ ասում էր հեսա լավ լուր եմ ասելու ու Շուշին տվեցին։ Այդ էր իր լավ լուրը։ Ոչ մի լավ սպասելիքներ չկա։ Բացարձակ։ Դավաճան իշխանությունից ոչ մի սպասելիքներ։ Որ ասում եք Ալենի հետ գործողման են գնում, ում նկատի ունեիք։ Բոլոր գործողման գնացողներին բացեք պարլամենտային կայքի կարգադրությունների բաժինը եւ կարդացեք անունը։ Ես կարդացել եմ, գիտեմ, բայց ինչի եք դուք խուսափում անուններ տալ։ Որովհետեւ իմ խնդիրը այն է, որ այդ մարդիկ իրենց այդպես չպահեն, այլ ոչ թե իրենց հարթակում նաեւ տիրաժավորեն։ Իմ կարծիքով իրենց վարքագիծը ընդունելի չէ։ Բայց կողոնակի դաշնակցական падգամավորները օրինակ Լիլիթ Գալստյանը վերջերս ասացին գերիների հետ կապված Եվրոխորհրդանում կոշտ ելույթ է ունեցել, ԵԱԿ-ում կոշտ ելույթ է ունեցել, չօգտագործեն այդ առիթները։
Երբ որ ՀՀԿ-ում եւ բոլոր այլ հարթակներում մեր падգամավորներին հետեւյալ ընդդիմադիր падգամավորների մասին է խոսքը, պատասխանում են հետեւյալ կերպ, որ դա քննարկեք ձեր իշխանությունների հետ կամ ձեր իշխանությունները այլ օրակարգով են այստեղ գալիս, դա դառնում է ոչ օգտակար գործողություն։ Միգուցե դա անհրաժեշտ է բարձրաձայնել, բայց երբ որ պետական արտաքին քաղաքականությունը մի բան է ասում, իսկ ես հիշեցնեմ, որ կառավարող խմբակցությունը եւ կառավարությունն է Հայաստանում արտաքին քաղաքականություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ օժտված, ընդդիմադիր խմբակցությունները, падգամավորները չունեն արտաքին քաղաքականությանը միջամտելու որևէ լիազորություն եւ խորհրդարանական դիվանագիտությունը դա արտաքին քաղաքականության զուգահեռ իրականացվող լրացուցիչ գործընթաց է, որտեղ քննարկումները ելի իրականացվում են իշխող խմբակցության հետ։ Ես կարծում եմ, որ մեր ուժերը պիտի մեկտեղվի ստեղ այդ իրավիճակը փոխելու համար։ Բայց հիմա դուք ձեր ուժերը հերիք չեք մեկտեղում, կներեք իրար եք տալիս։ Այդ էլ ասում են սրանից միայն իշխանությունն է շահում։ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը պարակվում են, իշխանությունը խրախճանքի մեջ է։ Ուրեմն 2018 թվականի ապրիլից հանրապետական կուսակցության նպատակները երբևէ չեն փոխվել։ Պայքարել Նիկոլի դեմ, մենք գիտենք, որ այս մարդը դավաճան է եւ այդ պայքարը պիտի լինի իրեն պատասխանատվության ենթարկելու համար։ Հանրապետական հենց կյանքի գնով է պայքարել, բայց երբ որ այդ կյանքի գինը հանրապետականի վերածվեց արդեն երկրի ներքին կայունության եւ արտաքին անվտանգությանը, հանրապետականը երբեք չի վտանգել երկրի ներքին կայունությունը եւ պատրաստ չի եղել վտանգի անվտանգային կայունությունը։ Հիմա նորից հետ գնամ այն նույն տեքստը ասեմ, որ Սասուն Միքայելյանց տեղից ասում էր սուտ եք ասում հանրապետականներ Նախիջևանում առաջ խաղացում չկա, վստահ եմ reverse կանեք, ուղղակի կլսեք, կարիք չկա այլ հարցի մեջ ինչ որ փորձ